Ասա ես իմ պապային եմ պահանջում։ Ջոն։ Ռոմանին։ Հա, պահանջում ենք Ռոմանին։ Իմ պապան ինձ չի էլ տեսել հələ։ Ռոման Մովսիսյանը կալանավորված է Կոտայքի մարզի գլխավոր դատախազությունը ամեն անգամ հետաձգում է միջնորդելով դատարանին հետաձգում է դատերը եւ վերջում էլ դատավորին փոխեցին որ արդար դատավարություն չկայանա որ արդարություն լինի ընդհանրապես այդ ակնկալիքներով որ կառավարությունը տեսնի թող ինձ թվում է խնդրում եմ ես նախագահային պարոն Սերժ Սարգսյանի վարչապետին թող այս հարցին լուծում տան Մեր բողոքը նրանում է, որ 7 ամիս առաջ պատահել է դեպքը, աղջիկ են փախցրել ամուսնանալու նպատակով, ոչ մի խուլիգանական նպատակ, ոչ մի հանցագործություն չի եղել։ Ուղղակի նպատակը եղել է ամուսնությունը։ Թե վիճաբանության պատճառով իրար չհասկանալու տարաձայնություններ դե բնական է, նման դեպքերում լինում են տարաձայնություններ։ Դրա պատճառով բողոք է ներկայացվել, անանուն նամակներ են եղել, որոնց հիման վրա ձերբակալվել է։ Ձերբակալվել է մեր տղան եւ այն 4 մասնակիցներ, ովքեր փախցրել են աղջիկը։ Աղջիկը անվնաս, առանց որևիցե մարմնական վնասվածքի, առանց հետքի, ոչ մի բարոյահոգեբանական վնաս չի հասցրվել նրան, վերադարձվել է ընտանիք։ Չկա բողոք, քանի որ չի եղել ոչ մի միջադեպ։ Սակայն անհիմն մինչև այսօր մեր տղային պահում են բերդում։ Նրա համար առաջարկվել է գրավ, սակայն մերժվել է գրավը։ Նա վատ առողջ է, ունի այրան հետ խնդիրներ, ունի 2 երեխա, փոքր երեխային տղային չի տեսել ծնված օրվանից։ Նրանց խնամքը ներկայումս գտնվում է տատիկի եւ պապիկի հովանու ներքո, որոնք չեն աշխատում, ուզում եմ շեշտել, որ նրանք երեխաներին պահում են առ այսօր առանց աշխատանքի։ Կինը չի աշխատում եւ չկա ոչ մի բողոք, որի հիման վրա կարան պահեն։ Հիմա մեր բողոքը նրանում է, որ անհիմն պատճառներով դատախազն անընդհատ, չգիտես ինչ պատճառներով հետաձգում է դատավարությունը։ Առանց ներկայացնելու փաստերը, թե ինչի հիման վրա ինքը կարա հետաձգի։ Բոլոր փաստաթղթերը, ինչ որ պահանջվել են, ինչ որ ցանկացել են, ամեն ինչ ներկայացված է։ Չկան այնց թուղթ, որ իրանք պահանջեն եւ մեր կողմից ներկայացված չլինի։ Իսկ նրանց կողմից չկա կոնկրետ օրենքով բացատրություն, թե ինչի հիման վրա նրանք կարան պահեն վատ առողջ երիտասարդին։ 7 ամիս զրկելով նրան իր առողջության մասին հոգ տանելու, բժշկի դիմելու հնարավորությունից եւ իր երեխաներին խնամելու հնարավորությունից։ Մենք պահանջում ենք արդար դատավարություն։ Դիմել ենք ամեն տեղ, բոլոր օրենքներին, բոլոր աստիճաններին, ըստ օրենքի, առանց խախտելու օրենքը, կարգ ու կանոնով։ Ինչ պահանջել են, այդ կատարվել է։ Սակայն ոչ մի արդյունք։ Կոնկրետ եկել ենք վարչապետի մոտ եւ խնդրում ենք մեր խնդրին ճիշտ օրինական լուծում տալ։ Մեզ մոտեցել են օրինապահ մարմինի ներկայացուցիչները, կառավարությունից ոչ մեկ։ Սպասում ենք, մեզ ասել են ներկայացված է դիմումը։ Դատավարությունը նորմալ է։ Ընթացել է։ Ուղղակի մենք ուզում ենք հասկանալ դատախազը ինչ է անընդհատ ճնշում գործադրում։ Երեխան ծնվել է չի։ Ոչ։ Այո։ Այո։